Բարև ձեզ, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները արդեն կարելի ասել պատմություն են, սակայն հետընտրական քաղաքական գործընթացները շարունակվում են, այս պահին ունենք այն, որ իշխանությունը պահպանեց իր իշխանությունը, ստացավ մեծամասնություն, նոր ազգային ժողովում իրավունք ունի ձևավորել իշխանություն, ընտրել վարչապետ եւ ձևավորել հաջորդ խորհրդարանական շրջափուլը։ Ընդդիմությունը բնականաբար դժգոհ է ընտրությունների արդյունքներից, համարում է, որ նախնական արդյունքները չեն արտացոլում իրական իրավիճակը, դիմումներ, բողոքներ, վերահաշվարկի գործընթաց, վերահաշվարկը շարունակվում է, ընդդիմությունը քննարկում է նաև սահմանադրական դատարան դիմելու հեռանկարը եւ այլն։ Այս ընտրությունները բնականաբար նաև միջազգային ուշադրության կենտրոնում էին, խոսքը միայն միջազգային դիտորդների մասին չէ, այլ տարբեր կազմակերպությունների արձագանքների եւ շնորհավորանքների եվրոպական առաջնորդներից մինչեւ Միացյալ Նահանգներ նախորդին Հայաստանի վարչապետին հաղթանակի առիթով շնորհավորեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչպես է օգտագործելու իշխանությունը իր ստացած մանդատները եւ ինչ ենք ունենալու հետընտրական Հայաստանում։ Հայաստանը այս ընթացքում Հայաստանի արչեւ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնց պատասխանը արդեն տալու է նոր իշխանությունը, նոր խորհրդարանը։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է, մի պահ մտածում էի ասեմ նոր խորհրդարանի, թե հին խորհրդարանի, ընդհանրապես հին ու նոր խորհրդարանի պատգամավոր։ Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ, ձեր կուսակցությանը այս արդյունքների համար։ Քաղաքացիական պայմանագիրը ստացավ մեծամասնություն, կառավարություն ձևավորելու իրավունք, սա հասարակության ուղերձներ իշխանությանը, վստահության ուղերձ, թե ավելի շատ ընդդիմությանը անվստահության։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, ես ինքս էլ խոսքը սկսեմ շնորհավորանքով եւ շնորհավոր եմ բոլորիս, որովհետեւ Հայաստանում այս անգամ եւս հաղթեց ժողովրդավարությունը եւ ժողովուրդը ընտրեց իր իշխանությանը, ինչպես եւ որ ակնկալվում էր։ Այսպես ասած, ժողովուրդը ընտրեց ինքն իրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդությամբ։ Մենք էլի զրույց ունեցել ենք այս հարթակում, թե ինչ կանխատեսումներ ունենք ընտրության արդյունքներից եւ այն ժամանակ էլ ես վստահ էի, որ ժողովուրդը ամեն դեպքում ճիշտ ընտրություն կանի, սակայն մի փոքր կարող եմ ասել իմ ակնկալիքները չարդարացան դրանով, որ ամեն դեպքում ընտրակաշառքը իր տեղը ունեցավ եւ իր դերը ունեցավ եւ ես կարծում եմ այս պահին ընդդիմության են բոլոր ներկայացուցիչները, որոնք այսպես թե այնպես շեմը հաղթահարել են, դեռ մեկ կուսակցության մասով հայտնել չէ շեմը կհաղթահարի թե ոչ, այդ մարդիկ ընտրվել են բացառապես ընտրակեղծարարության, այն է ընտրակաշառքների հիմքով, ինչը մտածելու տեղիք է տալիս, հետագայում նաև մեր աշխատանքներում, ժողովրդի հետ գուցե աշխատանքի արդյունքում, որպեսզի կարողանա յուրաքանչյուր ոտ իրապես գա իր պատասխանատվությունը ընտրություններում որևէ ձայնի քվեարկելու համար իր կարևորությունը ցավոք ունեցանք այս պատկերը, ես կարող եմ ասել։ Ու ասում եք բացառապես ընտրակաշառքի միջոցով սա մի քիչ չափազանցություն չի։ Իհարկե ընտրակաշառքը կարևոր նշանակություն ունեցել է, բայց բացառապես մի քիչ։ Դե գիտեք, վստահ կարող եմ ասել, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի դեպքում երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն չի ընտրել որևէ ընտրություններում, թեպետ նա նախագահ է եղել։ Հետևաբար դա բերում է այն ենթադրության, որ այսօր եթե այդ դաշինքը ձայն է հավաքել, ուրեմն դա եղել է ինչ որ զարտուղի ճանապարհով եւ քանի որ մենք էլ ականատես եղել ենք այդքան մեծ թվով ընտրակաշառքներ տալուն դեպքերին, որոնց նաեւ ձայնագրություններին է հանրությունը ամենօրյա ռեժիմով կարծես այսպես սերիալներ լիներ եւ ամենօրյա ռեժիմով ականատես էինք լինում, իրականում ավելի շատ մեկ այլ կուսակցության ներկայացուցիչներն էին հիմնականում դրանով զբաղված, բայց բացառություններ չեն կազմում մյուսները, որովհետև մենք գիտենք, որ այս երեք ուժերը, որոնք այսօր այսպես թե այնպես հավակնում են, որ պետք է լինեն խորհրդարանում, դրանք միասնական են աշխատում, մենք միշտ ենք նրանց մասին խոսել եւ ով է նրանց տեխնացուն նաեւ վարչապետի, նաեւ այդ մասին ենք խոսել, այնպես որ բացառություն չէր, բայց լավն էր, որ ամեն դեպքում նրանց միասնական այսպես ձայները մեծամասնություն չկազմեցին, թե չէ մենք ավելի դժվար բաներ էինք ականատես լինելու։ Հետաքրքիր է ընտրությունների գիշերը ինչ էմոցիաներով էիք սպասում այդ արդյունքներին, ասենք ինչ էիք զգում, երբ որ գալիս էր եւ այդ արդյունքները ստանալիս որ դեպքում էր, որ ամենամեծ անակնկալն էր ձեզ համար
դրական կամ բացասական։ Շատ սկզբնական շրջանում, երբ որ սկսեցին արդեն արդյունքները ամփոփվել, դե բնականաբար յուրաքանչյուրս մի համայնքից ներկայացուցիչ էինք ու ամենաշատը ես ուրախանում էի, երբ որ մեր համայնքից բարձր ձայներ էին ստանում եւ առաջին բարձր ձայնը, որ շուտ էր ավարտվել հաշվարկը, եկավ Վարդենիկից 75% քաղաքացի, շատ էի ուրախացել, այսպես հերթով գալիս էին, հետո դե բնականաբար երբ որ ընդհանուր օրինակ մի համայնք չեմ հիշում, որ ցածր ես ստացած լինեմ, որ ցածր, բայց ընդհանուր այդ հանրագումար, որ սկսում էին տոկոսները արդեն նվազել, մի փոքր բան է լինում, որ դիսկոմֆորտ զգում էի, որովհետև իրականում ասում եմ ակնկալիքս մեծ էր, որ սահմանադրական մեծամասնություն ունենալու ենք, բայց նաև ունենք կասկած, որովհետև այդ ընտրակաշառքների ֆոնին ամեն դեպքում ես հիմնվում էի քաղաքացու իրավագիտակցության վրա, որ ամեն դեպքում քաղաքացին այսքան դժվարությունների մեջով անցնելու կարժևորի իր ձայնը եւ երբեք ընտրակաշառքի հիմքով ընտրության չի գնա, բայց դեպքեր ունեցանք, ես կարծում եմ մենք դեռ հոգեբանական եւ մտքի փոփոխության, հեղափոխության վրա էլ պետք է աշխատենք մարդկանց։ Շատ լավ, իսկ ԿՊ-ում երբ հասկացաք, որ հաղթանակն արդեն ապահովված է։ Դե արդեն շատ տեղամասերից ձայները եկան եւ հասկացանք, որ մենք միանշանակ ինչքան էլ հիմա ավելանան ձայները, պակասեն ձայները, մենք միանձնյա իշխանություն կունենանք, կառավարություն կձևավորենք, ազգային ժողով կձևավորենք եւ արդեն ամամուլի ասուլիսը ժամ 1-ի կողմերը արդեն պարզեր, որ մենք ենք հաղթում եւ բնականաբար երկուսին եղավ մամուլի ասուլիսը վարչապետն էլ հայտարարեց եւ հիմա էլ դա նախնական արդյունքներն էլ հիմա սպասենք վերջնական արդյունքներին լավ այն է որ վերահաշվարկ թեպետ որոշ տեղերում իրականացնում են ճշգրտումներ անում են դե բնականաբար մարդկային գործոնական հաշվարկի իրականացման մեջ սխալի տոկոսն էլ կարող է լինել դրա համար նախնական արդյունքներ են բայց զգալի տարբերություններ վստահաբար կարող էինք ասել բայց երեք պարզ դարձավ որ դեռ 0.1%-ով էլի մեր ձայները ավելացել են, այսինքն տեղամասեր եղել են, որ մեր ձայները եւս նոր բան ճիշտ տողով չի գրանցվել եւ այլն։ Այսինքն համոզված եք, որ այս ընտրությունները միարժեք եւ միանշանակ կարելի է համարել լեգիտիմ։ Այո, բնականաբար։ Խմորումներ եղան, հնարավոր ամեն ինչ խոսացվեց, վարչական ռեսուրսներից սկսած մինչև ինչ ասես խոսեցին, բայց ես վստահ եմ, որ բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր եղել են բոլոր ընտրատեղամասերում, ովքեր ստորագրել են արձանագրությունների տակ, վստահ եմ, որ լեգիտիմ ընտրություններ են անցկացվել եւ հնարավոր չեղավ խաթարել ու ստվեր նետել։ Ամեն դեպքում ընդդիմության գործն է, պետքա խոսել, պետքա բողոքի, պետքա ասի, որ կեղծարարություն է եղել եւ այլն, բայց ընտրակեղծարարություն համարել ձայների շփոթմունքը, որը որ հիմա ճշգրտվում է, կարծում հեչտեղ ինչը հատկապես են ուժերի կողմից, որ բացառապես իրանց ձայները փորձում էին քաղեին ընտրակեղծարարության, այն ընտրակաշառքի ճանապարհով։ Լավ, այս ընթացքում շնորհավորանքներ, ես նշեցի եվրոպական առաջնորդներ, այլ երկրների ղեկավարներ եւ նախորդային Միացյալ Նահանգների նախագահ շնորհավորեց, Ռուսաստանի նախագահ դեռ ինչպես ասում են, ոտքը կախ է գցել չի շնորհավորում։ Նախ Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորանքի մասին խոսենք, սա ինչ քաղաքական կշիռ ունի։ Գիտեք, տարբեր երկրներից ենք ստացել շնորհավորանքներ, ոմանք հենց անմիջապես նույն օրը, ոչ պաշտոնական, հետո նաև պաշտոնական ճանապարհով, նաև այո, նախորդին եղավ Թրամփի շնորհավորանքը, մենք գիտենք, որ ինչքան գործեր ունենք այս պահին իրականացնելու եւ ես վստահ եմ, որ այն կողմից էլ ուրախ եմ, որ գործընթացները անխափանք կշարունակվեն, այսինքն իրենք իրենց լեզվով են ասել, որ վստահում են այս իշխանությանը եւ Թրամփի ուղին պետքա կյանքի կոչվի, իսկ մենք դա պետք է անհապաղ նպաստենք այդ գործընթացի իրականացմանը, բնականաբար չուշացավ շնորհավորանքը եւս, ճիշտ է մի երկու օր հետո, բայց չեմ կարծում, որ պետքա ֆիքսվենք օրերի վրա, թե ով երկու օր շուտ կամ երկու օր ուշ է շնորհավորում, ես կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունից էլ չի ուշանա շնորհավորանքը, թեպետ եղել են էլի մոտավորապես հուշող հայտարարություններ, որ երևի վերջնական արդյունքների ամփոփումից հետո։ Այդպես հայտարարել են, բայց Ռուսաստանին առանձին հայ-ռուսական հարաբերություններ, վերջին հայտարարությունները, շարունակվող ավելի ճիշտ կոշտ հայտարարություններ դրանք կանդրադառնանք, բայց մինչ այդ մենք խոսեցինք ընտրությունների լեգիտիմությունից, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ այս արդյունքները չեն արտացոլում իրականությանը, ինչպես կարձագանքեք, ինչպես կպատասխանեք։ Այս արդյունքները իմ համար չեն արտահայտում իրականությունը զուտ իրենց մասով կախված, որովհետև ես վստահ եի, որ կոնկրետ Հայաստան դաշինքը ՇՄ չպետքա որ հաղթահարեր։
որովհետև նախորդ 5 տարվա աշխատանքը իրենց զրոյական աշխատանք էր կարելի էր համարել։ Նրանց առաջ էլ մենք շատ ենք խոսել, որ էլի նորից կկրկնվեմ, որ Ռոբերտ Քոչարյանի երբեք որևէ մեկը որևէ ժամանակ չի ընտրել, որ միատել այս ժամանակներում ընտրել, բայց անակնկալ էր հենց այդ, ու ես կարծում եմ այստեղ էլ այդ զարտուղի ճանապարհը դրակաշարքները դեր են ունեցել։ Սա էր։ Ընդդիմությունը հենց ձեր ասած Հայաստան Դաշինքը հիմա քննարկում է նաև Սահմանադրական դատարան դիմելու հեռանկարը, ինչ արդյունքներ ակնկալել Սահմանադրական դատարանից, եթե իհարկե դիմեն։ Դե գիտեք, իրենք միշտ են նման գործելավոճ ունեցել, անակնկալ չեմ գալիս ոչ մի բան լսելուց, որովհետև նախորդ անգամ էլ են իրենք դիմել Սահմանադրական դատարան, ինչ փոխվեց դրանից ոչ մի բան։ Իրենք էլ են վստահ, նույնիսկ երեք ես հարց էի բարձրացնում, որ ընդդիմությունը այնտեղ ասացին Աստված իմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, որ իրենք էլ են վստահ, որ որևէ ընտրակեղծարարություն չի եղել, որևէ խնդիր չի առաջացել, իրենց ներկայացուցիչները եղել են, ստորագրել են արձանագրությունների տակ, այնպես որ սա ձևական բնույթ կրող գործունեություն է, որ պետք է իրականացնել։ Բայց չեք մտածում այն մասին, որ կարող է դիմելը նաև ձեզ օգուտ լինի։ Ինչը։ Ենթադրենք տեսական եմ ասում, Սահմանադրական դատարանը որոշի նոր ընտրություններ անցկացնել, պատկերը պարզ չի կամ վերաքվեարկություն անցկացնել։ Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում ընտրությունների մաքսիմալ պլանի հնարավորություն չի բացվի։ Տեսեք, մենք միշտ ասել ենք, մենք ընտրություններից երբեք չենք խուսանավում, արտահերթ երկու ընտրություններ ենք անցկացրել, հերթական եւս մեկ ընտրություն ենք անցկացրել եւ ընտրություններ անցկացնելը ընդհանրապես մեր համար խնդիր չի։ Թող որոշի ոնց կորոշի, բայց չեմ կարծում, որ որևէ խնդիր կառաջանա, որովհետև իսկապես լեգիտիմ խորհրդարան է հավաքվել։ Եթե նրանք չվերցնեն բաները, իրենց այդ մանդատները ինչ մասը խոսում են, բայց եթե Սահմանադրական դատարանը ընդունում է վարույթ, հարցը քննարկում է, սա քաղաքական առումով ինչ-որ ազդեցություն ունենում է ընտրությունների վրա, թե չէ։ Չեմ կարծում։ Հիմա վերահաշվարկների ժամանակաշրջան է, հաշվարկների դուք մի փոքր խոսեցիք, հա, այս արդյունքները չեն կարող էական փոփոխությունների բերել, որովհետև ընդդիմությունը պնդում է, որ դա ոչ թե առանձին 1, 2, 3 մի քանի տեղեր են, այլ բավական մեծ ծավալներ ունեն։ Տեսեք, արդյունքները հիմա, քանի որ մի կուսակցություն ունի շեմը հաղթահարելու խնդիր, ավելի շատ գուցե այդ կուսակցության համար լինի այտենց ինչ-որ վերջնական արդյունքը որևէ տոկոսով փոփոխվող, բայց մյուսների դեպքում, մեր դեպքում եւս մեծ ազդեցություն չի ունենա։ Բայց շատ լավ է, թող վերահաշվարկ անեն։ Ես շատ գոհ եմ այդ process-ից, բնականաբար յուրաքանչյուր ընտրություն էլ մի քանի անգամ ստուգելը, արդյունքները ամփոփելը շատ ավելի մեծ լեգիտիմություն է տալիս ընտրություններին։ Հիմա դեռ բաց հարց է մնում նաև ընդդիմության կողմից միասնական այդ մանդատները վերցնել, չվերցնելու հարցը, ձեր կարծիքով որպես կառավարող կուսակցության ներկայացուցիչ եք կարծում, որ տարբերակն է ավելի քաղաքականապես պատասխանատու։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ իրենք ամեն գնով վերցնելու են մանդատները, չեմ կարծում, որ կհրաժարվեն մանդատները վերցնելուց, դա իմ կարծիքն է, բայց եթե նույնիսկ էլ չգան խորհրդարան, միևնույն է, դա ավելի լեգիտիմ խորհրդարան կունենանք, որովհետև գոնե գիտենք, որ ընտրակերպանով կաշառքով ընտրված падգամավորներ չեն նստած այնտեղ, ովքեր որ որևէ քաղաքական կշիռ չունեն, բացի փողով ընտրվելուց։ Ես իրենց փոխարեն կամաչեի այդ հիմքով падգամավոր դառնալուց ու գործունեություն ծավալելուց։ Վերահաշվարկի գործընթացի մասին խոսելիս ասացիք, թե էական փոփոխություններ չեն լինի եւ եթե էական, այսինքն ամենամեծ կարևոր նշանակություն կարող է ունենալ այդ կուսակցություններից մեկի, կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար, կարծում եք միայն իրենց համար, թե ձեզ համար էլ դա կարևոր նշանակություն ունի, կախված նրանից, թե ԲՀԿ-ն կհայտնվի խորհրդարանում, թե չի հայտնվի խորհրդարանում, ձեր հաշվարկների մեջ սա ինչ որ բաներ չի փոխում, փոքր դատարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ, մենք խոսում ենք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների եւ հետընտրական զարգացումների, հետընտրական օրակարգերի մասին եւ մեր զրույցը եկավ հասավ ամենանկատելի ինտրիգին, հա, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, որի մի քանի տասնորդական ձայն էր պակասում, մի քանի տասնյակ ձայն ըստ էության, անցնել, չանցնելու եւ հիմա վերահաշվարկ, սա միայն
հենց այդ կուսակցության համար կարևոր նշանակություն ունի, Չէ, բնականաբար որպես ինչ է փոխվում ձեր քաղաքական մանդատները փոխվում, եթե չանցնեն։ Բնականաբար, եթե չեն անցնում, ձերը շատանում է, մոտավոր քանի 3 մանդատ ավելանում։ Ըստ հաշվարկի, եթե չեմ սխալվում, 3 մանդատ ավելանում է, բնականաբար դա մեզ ձեռք է տալիս։ Բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ ձայներն էլ միտեղ ավելանում են, բայց կարող են չէ լինել ընտրատեղամասեր, որտեղ նույնիսկ պակաս են մերը ավելանան կամ մյուս ուժին ավելանան, այնպես որ այնքան անորոշ է հիմա պատկերը, բայց բնականաբար որպես քաղաքական ուժ մենք եւս մեր հաշվարկները ունենք, իհարկե ընդհանրապես չխոչընդոտելով վերահաշվարկի գործընթացները թող արդար լինի, լեգիտիմ լինի, ամենակարևորը դա է ու կարևորը մեր համար դա, այնպես որ թող ընթացքը գնա հասկանանք։ Դե հիմա դուք ունեք մեծամասնություն, բայց այնտեղ կա որակ, այսինքն 2/3 խնդիր եւ սահմանադրական մեծամասնություն, որը չեղավ։ 2/3 խնդիրը հիմա արդեն լուծված չէ, այսինքն պարզ է, որ չունեք 2/3, 2/3 չունեք։ Դե գիտեք, էլի եմ ասում, դեռ պարզ չի, դեռ մենք այսպես բանի մեջ ենք հնարավոր է որ այս վերահաշվարկի արդյունքում ունենաք 2/3։ Հա։ Իսկ եթե չեք ունենում տեսական վերցնենք, այս դեպքում ինչ խնդիրներ են առաջանում ձեզ համար։ Դե գիտեք, որ սահմանադրական օրենքների ընդունման հետ խնդիր ենք ունենում, սահմանադրության հետո ընդունմանը, բայց այս պահին դրա մասին մտածելը դեռ վաղ է, որովհետև չես կարող կանխատեսել մի բան, ինչը որ ապագայում պետք է ընթացքի մեջ լինի։ Հիմա այս խորհրդարանը ինչպես կաշխատի, ընդդիմությունը ինչպիսի դիրքորոշմամբ կգա, ինչպես կաշխատի, լրիվ նույնական համարել չեմ կարող, չնայած մեծ ակնկալիք չունեմ իրենց աշխատանքի առումով, որովհետև նախորդ 5 տարին հաշվի առնելով գրեթե նույն ուժերն են գալիս, եթե նախկինում մենք ունեինք Պատիվ ՈՒՆԵՄ-ը, այս դեպքում ունենք ռեբրենդինգ դարձած ուժեղ Հայաստանը, որը նույն Պատիվ ՈՒՆԵՄ-ն է, որևէ բանով փոփոխված չէ, դեռ մի բան էլ հավաքածու, այսպես ներկայացուցիչներով, ովքեր որ գուցեև գաղափարական որևէ կապվածություն չունեն միմյանց հետ, բայց հայտնվել են ցուցակի տարբեր համարներում, ցուցակը նայում է շատ խառնիչ աղանջ, այսպիսի մի վիճակ է, հետագայում իրենց գործունեությունից կհասկանանք ընթացքը։ Այս պահի դրությամբ ձեր գնահատմամբ հազիվ թե կարողանաք ինչ-որ հարցերում քաղաքական կոնսենսուսի գալ։ Դե այս պահի դրությամբ հաշվի առնելով նախկին փորձը, որ կապ չունի ինչ տիպի նախագիծ էինք ներկայացնում, ինչ հիմնավորում, նույնիսկ իրենց օգուտ բերող էր թե չէ, ժողովրդին օգուտ բերող էր թե չէ, եթե բերվում էր դա հատկապես իշխանական падգամավորների կողմից, դա միանշանակ չէր ընդունվում իրենց կողմից, թեպետ այնքան էին տանջվում, մինչև հիմնավորեին, թե ինչի համար այդ նախագիծը չէին ընդունում, շատ են ունեցել նման դեպքեր։ Այս անգամ կհասկանանք օրենքի նախագծի մասին, ես հիմի պիտի հարցնեմ գլխավոր օրենքի նախագծի սահմանադրության մասին, եթե 2/3 չունեք եւ այս պահի գնահատմամբ էլ հազիվ թե իշխանություն ընդդիմություն քաղաքական կոնսենսուսի կան սահմանադրության հարցում, այսինքն լուրջ խնդրի առաջ եք կանգնած։ Այո, խնդիր կա, որը որ մենք դա ընդունում ենք, բայց նաեւ մենք ժողովրդի առաջ տված խոստում ունենք նոր սահմանադրության ընդունման։ Թե հետագայում իրավական ինչ պրոցեսներ կընթանան, ինչպես կլինի, այս պահի դրությամբ մենք մեր բանը անելու ենք, այսինքն սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է, դնելու ենք հանրային քննարկման, հետագայում արդեն գործընթացների վերաբերյալ կհասկանանք ինչ ընթաց կա ունենում։ Գործընթացները մի տարբերակ է խորհրդարանում, իսկ տարբերակը ստորագրություններով, բայց ստորագրությունները էլի պետք է խորհրդարանում է 2/3 չկա, ես որ ասում եի նոր ընտրություն է պետք, ասում եք չէ։ Դե կհասկանանք, պարոն Ֆիրակսյան, այս պահի դրությամբ դեռ անորոշ է, դեռ վերջնական արդյունքները ամփոփվեն։ Նախընտրական շրջանում վարչապետը հայտարարում էր, թե եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ։ Հիմա այսօր ես լսեցի ճեպազդրություններում ասած պատերազմ չի լինելու է խաղաղություն, այսինքն ինչ փոխվեց, պատերազմի ռիսկի մասին գնահատականը փոխվել է։ Դուք գիտեք, որ մենք ձգտել ենք ունենանք սահմանադրական մեծամասնություն նույնիսկ խնդիրներ չունենալու համար եւ ժողովրդի առաջ տրված խոստումները իրականացնելու համար։ Բայց նաեւ մեր համար կարևոր բան էր, մենք նաեւ խաղաղության օրակարգի
առաջ մղողներից ենք եւ պետք է ասել այդ գործընթացում բավականին մեծ գործունեություն ենք ծավալել։ Թրամփի ուղին հենց այդ գործընթացի մաս է կազմում, սահմանազատման, սահմանագծման գործընթացը եւ այլն, եւ դրանք մենք ակտիվորեն առաջ ենք մղելու։ Հետևաբար վստահ ենք, դեռ այն ժամանակ, երբ որ վստահ չէինք, որ կլինի խաղաղություն, վարչապետը միշտ ասում էր պատերազմ չլինի, կլինի խաղաղություն, այսօր եւս մեկ անգամ ասեց եւ վստահաբար կարող եմ ասել, անելու ենք ամեն ինչ, որ խաղաղություն լինի։ Լավ, Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորանքի մասին խոսեցինք, հիմա անդրադառնանք արդեն թեև դուք մի փոքր շոշափեցիք, անդրադառնանք նաև Ռուսաստանի նախագահի չշնորհավորելուն, առայժմ չշնորհավորելուն, սա քաղաքական ուղերձ համարում եք ձեզ։ Դե գիտեք, կարող է քաղաքական ուղերձ մենք այս ընթացքում կոնկրետ նախագահի կողմից չէ, բայց ընդհանուր առմամբ ավելի ցածր, այսպես ասած, օղակներից լսել ենք այդ ուղերձը, թե ինչու է ուշանում կոնկրետ շնորհավորանքը, երևի վերջնական արդյունքներ, հետընտրական process, եթե լինի կամ չլինի, նոր կհասնեն պահը, որ կշնորհավորեն։ Արդյունքները իրենց ծրտով չլինեն, հա։ Գուցե, ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել, բայց այնուամենայնիվ ինձ թվում է սպասում են վերջնական արդյունքներ։ Այդուամենայնիվ այդ հայտարարությունները, ինչի մասին դուք խոսում եք, արտգործնախարար, նախարարության ներկայացուցիչ, փոխվարչապետ, չգիտեմ, տարբեր պաշտոնյաներ, դրանք որքանով են մտահոգիչ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար։ Մենք տարբեր տեսակի հայտարարություններ այս ընթացքում լսել ենք, ամեն ինչի հետ կապված հայտարարություններ լսել ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ այլնի։ Դա իրենց ներքին այսպես քննարկումների բաներ էին եւ որը որ նաեւ մեզ էր հայտնի դառնում հայտարարությունների տեսքով, բայց այս ընթացքում որևէ ինչ որ ազդեցություն կամ ինչ որ հակազդում որևէ բան այս կողմից չհնչեց։ Բնականաբար արդյունքները կլինեն արդեն յուրաքանչյուր հարցի շուրջ առանձին զրույց կլինի։ Շատ խոսվեց ապրանքների արտահանում ներմուծման, արգելքների եւ այլնի վերաբերյալ, պետք է իրապես նշենք, որ նախորդ տարիներին էլ է եղել, ուղղակի այս տարի ավելի այսպես սրված արտահայտվեց եւ հասարակությունը շատ մեծ, այո, արձագանք տվեց դրան, բայց փառք Աստծո, բոլոր ապրանքներն գտան իրենց ուղիները գնալու, օրինակ ծաղիկները Նիդերլանդներ եւ այլն, այսինքն գտնվեցին ալտերնատիվ ճանապարհներ, որտեղ որ մենք կարողացանք մեր ապրանքները ամեն դեպքում արտահանել եւ խնդիրներ չունեցանք այս առումով։ Եվ շուկաների դիվերսիֆիկացման խնդիրը կարելի է համարել լուծված ամբողջովին, ոչ ամբողջովին, բայց ճանապարհներ գտնվեցին եւ մենք պետք է գնանք այս ճանապարհով եւ հետագայում էլ պետք է աշխատենք այնպես լինի, որ մեր ուղին մեկ ուղղությամբ չլինի որևէ ապրանք արտահանելու, որպեսզի մրցակցություն էլ առաջանա եւ կարողանանք արտահանել որ երկիր, որ մեզ ձեռք է տալիս այս բանը։ Քանի որ խոսեցինք այդ տնտեսական կապերի շուկաների մասին, ԵԱՏՄ հարցը ինչպեսի լուծում կարող ենք սպասել, ակնկալել։ Դե մենք ասում ենք, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ վերջ, մտադրություն չունենք դուրս գալու, բայց ասում են կողմնորոշվեք, հանրակրվե անցկացրեք, ժողովուրդը թող որոշի, մնում եք թե գնում եք, մենք հասկանանք։ Մենք միշտ ասել ենք, որ երբ որ հասունանա այդ պահը, մենք կորոշենք, մենք որ ուղղությամբ ենք գնում։ Այսօր վարչապետն էլ այդ մասին խոսեց եւ ասեց փաստարկված կնստենք, կխոսենք, ես կարծում եմ, որ լուծումներ կգտնենք հետագա համագործակցության։ Այսինքն այս պահի դրությամբ այդ անհրաժեշտությունը չեն գտնում, որոշելու խնդիր չեն գտնում, բայց ես կարծում եմ, որ զուտ ել եմ ասում, այն կողմից ազդակներն էին, որ արդյոք ձեր վեկտորը փոխում եք թե չեք փոխում, կողմնորոշվեք կամ մի կողմնորոշվեք, չգիտեմ, ինչ-որ լուծում գտեք այս ուղղությամբ, բայց մենք պետք է նայենք մեր պետական շահին եւ առաջնորդվենք այդպես եւ այսպես վարչապետն ասեց, փաստերի շուրջ կնստենք, կզրուցենք ֆիտոսանիտարիայի եւ այլնի հետ, վստահաբար կարող եմ ասել, նախորդ տարիներում էլ խնդիրներ եղել որոշ ապրանքների տեսակների, ուղղակի այս տարի ավելի սերված է։ Ուղղակի այս տարի ֆիտոսանիտարիան շատ քաղաքական ֆիտոսանիտարիա էր։ Միգուցե։ Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մասով էականորեն տարբեր են։ Հայաստանի դիրքորոշումը, դե ՀԱՊԿ-ի մասով մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք, մենք անդամակցությունը սառեցրել ենք եւ եթե այն կողմից էլ հնչում են, որ եթե այդ գումարները չմուծվեն եւ այլն բան դուրս կգանք ՀԱՊԿ-ից, դա էական մեծ փոփոխություն մեր համար չի կրում։ Դե հայտարարվեց Հայաստանի կողմից, որ եթե ՀԱՊԿ անդամները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն։ Այո։ Եվ դա մեզ չի մտահոգում։ Ոչ։
Այդ տնտեսական ճնշումների մասին խոսեցիք, դրանք կշարունակվեն, չեն շարունակվի, թե կախված կլինի առաջիկայում շփումներից, հանդիպումից։ Ես կարծում եմ, այս հետընտրական process-ները, երբ որ անցնեն, մենք ավելի ռեալ իրականության մեջ լրիվ այլ գնահատական կստանան այդ process-ները։ Ես կարծում եմ, որ վարչապետի հանդիպումների եւ այլ մնացած շահագրգիռ կողմերի հանդիպումների արդյունքում ամեն ինչ կկարգավորվի մոտ ապագայում։ Ես դրական եմ տրամադրված այդ process-ներին, որովհետեւ ելի եմ ասում ունեցել են։ Դե ամեն դեպքում մենք միշտ պատրաստ ենք ցանկացած սցենարի, ինչպես տեսակ էլի ապրանքների ձևով վերջը կտանք ճանապարհ մեր ապրանքները ինչ որ միտեղ ուղարկելու տարբեր երկրներ, ինչպես նաև սուբսիդավորելու, որպեսզի մեր քաղաքացիները չտուժվեն։ Նոր ազգային ժողովի նոր կառավարության առաջնահերթությունները առաջիկայի համար որոնք են ըստ Ես կարծում եմ, որ այս նոր ազգային ժողովը եւ կառավարությունը լրիվ այլ խաղաղության պայմաններում գործող կառավարություն եւ ազգային ժողով է եւ պետքա միտված լինի զուտ տնտեսական զարգացման ուղղությամբ երկիրը զարգացնելու եւ մեր այդ ճանապարհը ուղին ու ապագան ավելի լավ տնտեսապես զարգացած Հայաստան ունենալն է։ Միջազգային ամենակարևոր գործընկերն այսօրով է մի քանի բլից հարցերով ավարտենք։ Տարբեր են, որովհետև մենք միշտ բան ենք արել, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության այս շրջակայքում, միջակայքում որոշել ենք, որ պետք է աշխատենք բոլորի հետ, հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային երկրները։ Պատերազմի վտանգ կա թե ոչ։ Ոչ։ Նոր սահմանադրության այո թե ոչ։ Այո։ ԿՊ-ի ամենամեծ սխալը նախորդ շրջանում։ Դժվար եմ ասել։ Իսկ եթե հարցնեմ ձեռքբերումը։ Ձեռքբերումը ժողովրդավարությունը, որով կարողացանք պահպանել մինչև վերջ եւ նաեւ անվտանգություն ու խաղաղությունը։ Մի բան, որ կփոխեիք նոր խորհրդարանում։ Ընդդիմությանը։ Եվ մեկ նախադասությամբ ինչպես կպնութագրեիք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները, եթե ասենք մի 5 տարի հետո 10 տարի հետո պատմության մեջ գրվելու լիներ, մեկ նախադասությամբ ինչպես ամենակարևոր ընտրություններն են Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, որովհետև ճակատագրական նշանակություն ունեին Հայաստանի անկախության պահպանման եւ չպահպանման, պատերազմի եւ խաղաղության միջև։ Ինձ թվում է, այսքան տարիների ընթացքում ամենավճռորոշ որոշումն է կայացրել այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Շնորհակալություն։ Հետևենք իրադարձությունների ընթացքին։ Հունիսի 7-ի ընտրությունները ավարտվեցին, արդեն պատմություն են, սակայն քաղաքական գործընթացները շարունակվում են, առաջիկա ամիսներին կերևա թե ինչպես է իշխանությունը օգտագործելու իր ստացած իշխանությունը, իր ստացած մանդատները, առաջիկա օրերին կերևա նաև թե ինչպես է ընդդիմությունը շարունակելու, ինչպես է ձևավորելու օրակարգը եւ ինչ քայլերի է դիմելու առաջիկա ժամանակահատվածում։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարևոր մի շրջափուլ հաղթահարեց, հիմա պատրաստվում ենք արդեն հաջորդ խորհրդարանական շրջափուլին, իսկ այստեղ բոլոր սոցիալական, տնտեսական, անվտանգային, ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի պատասխանը պետք է ձևավորի եւ ներկայացնի արդեն նոր իշխանությունը, նոր խորհրդարանը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք։ Լավ մնացեք, կհանդիպենք։